ազգային խաղերի մեջ կա շատ մեծ իմաստություն, որը խաղալով պետք չէ այդքան բացատրել։ Դու խաղում ես, դու արդեն վերապրում ես այդ հեքիաթը։ Խաղը ինքը, տեսեք, մենք կոչվում ենք տոնացույց ժողովրդական թատրոն։ Այդ ինչ թատրոնն է, մենք դերասաններ չունենք, բեմ չունենք, մենք որ արդեն ապրում ենք, մտնում ենք ծեսի մեջ, մտնում ենք տոնի մեջ, արդեն մենք վերապրում ենք տիեզերական շարժումը։ Բոլոր խաղերի մեջ էլ կա օրինակ խաղ ասեք, ես դրա ծեսը ասեմ, խաղ ասեք, ես դրա հեքիաթը պատմեմ։ Չկա հենց այնց խաղ, հենց այնց շարժում, ընդհանրապես որևէ հենց այնց բան գոյություն չունի։ Հակառակ դեպքում դա չի պահպանվի։ Տատիս ասում էր ամեն մի սուտ 40 օրվա կյանք ունի, 40-ից հետո էլ էդի կմոռացվի մոդայի պես։ Ճղաչորը եկավ գնաց, էլ այդ մոդա չի։ Չգիտեմ, կարմիր մազը եկավ գնաց։ Եսիմիշ ձևի շորերը մուրած եկան գնացին։ Դրանք կգնան, բայց ավանդույթը, որի մեջ կա աստվածային ճշմարտություն, երբեք չի փոխվում, ինքը ամեն տեղ կա։ Ու այդ վերապրելն էլ է հավես, որովհետև ինքը աշխատող համակարգ է։ Դու հենց վերապրում ես քո մոտ այդ կենսական բոլոր այդ հատկությունը, ասում, աուրային ասում, չգիտես ինչ հազարը մի բան արթնանում է, ակտիվանում է։ Այդ փորձը եղել է։ Մարդիկ դրանով ապրել են։ Ինչ է նշանակում ապրել։ Նշանակում է դա կենսակերպ է, դա առողջության, դա մեր ուտելու պես մի բան